անկախ այս փաստաթղթերի հրապարակումից եւ հատկապես փաստաթղթերի հրապարակումից հետո ցանկացած փորձագետի եւ քաղաքական գործչի համար, որը մի քիչ տեղեկացվածություն ունի, ակնհայտ է, որ 2019-ին դրված է եղել փաստաթուղթ, որի շուրջ բանակցելու դեպքում պատերազմ չէր լինելու։ Եվ այդ փաստաթուղթը երաշխավորում էր Ղարաբաղի սուբյեկտությունն ու Ղարաբաղի հայկականությունը։ Սա ակնհայտ է։ 2019-ի փաստաթուղթը ես մոտավորապես մի ամիս կես առաջ առիթ ունեցել էի ծանոթանալու այդ փաստաթղթին, իմ ծանոթացածն ու այս հրապարակվածը լրիվ համընկնում են։ Հետևաբար 2019-ի փաստաթուղթը ամբողջովին երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի հայկականությունը ու սուբյեկտությունը։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը այս իրազեկ մարդկանց համար առնվազն դառնում է պատերազմի մեր տուն բերելու գլխավոր պատասխանատուներից մեկը եւ Արցախը կործանելու գլխավոր պատասխանատուներից մեկը։